մեջ, որ ունի ավտոբուս, աշխարհում առաջի օրը տեսնելուց հետո գնալու Այսինքն ոչ միայն մեզ համար անորություն ավտոպիլոտը, այլ աշխարհում։ Airbus-ի առաջի փորձարկումներից է։ Դա տեխնոլոգիա գիշերային թռիչքների համար գիշերային ակնոցներով ինքնաչու է։ Այլ հնարավորություն է տալի ուսումնական թռիչքներ անել երկու ղեկավարման միջոցով, այսինքն օդաչու աշակերտ եւ ինստրուկտոր օդաչու միասին ժամանակ ինչքան մարդ է թռել։ Մոտ 14,000 ուղևոր սպասարկել են 7 Բոլորը Airbus է։ Այս երկուսը Airbus-ը, մեկը ամերիկյան Rolls-ը։ Բեռներ տեղափոխել կամ մարդկանց արտաքին կապոցով փրկել հանել, մոնիտորինգի համար անտառների, բաժանների։ Իսկ ինքը ինչ թեքության վրա կարա նստի։ Մինչև 10 աստիճան, 10-15 աստիճան, նաև դեպքից։ Մինչև 15 աստիճան։ Մի թռիչքի ընթացքում հիվանդի տեղափոխելու ժամանակ օդաչունա մեկ բժիշկ եւ մեկ օրինակ օդաչակ քույր կամ բուժակ ու բոլոր այն սարքավորումների շտապությունից մեջ նույն ձև լրիվ կահավորված է։ Մեղրից ինչքան ժամանակ ունեք հասնում։ Մինիմում 10 րոպե։ Իսկ ինչ վառելիքով է։ Այս ուղղաթերը հեղափոխություն է մտցրել իր արտադրությունով ուղղաթերային շուկայի մեջ իր բարձրությամբ, փոքրությամբ եւ շահագործման հեշտությամբ։ Եվ իջալոց երեք մեր վիճակագրությունը մեզ ասաց, որ հունվարի համար ռեկորդային թվով զբոսաշրջիկ է ունեցել, բայց եղանակը այսինքն ձմեռը կապ չունի, որ եղանակը լավ լինի, տուրիստները կուզենան։ Այս մասը լրիվ տեխնիկական բլոկն է, ամբողջ թռիչքների նախապատրաստում սա կատարումաստ է։ Բացի այն, որ ինքը ուղղաթիռային կայան է, ինքը նաև ստեղ տեղի ունենում համերգներ, մինչև 6-7 հազար հոգի համերգներ են լինում, տարբեր միջազգային աստղեր գալիս են, այս տարի ունենք արդեն պլանավորված մի քանի համերգ, որ գալու են արտասահմանից, ուսումնասիրել ենք ինչ է պետք պետությանը, մեր պետությանը կարիքները ողջալու համար H145 համարում ամենաբոլորվում ամենահուսալի ուղղությունները Եվրոպայում գրեթե բոլոր